Երկրորդ բնորոշ գիծը, որ ունեն թե Փաշինյանն ու նրա իշխանությունը, թե Զելենսկին եւ նրա իշխանությունը, դա տոտալիտար հակումներն են։ Այս մարդիկ փորձում են ամեն ինչ եւ բոլորին վերահասկել, որովհետեւ ապրում են երևակայական գրանձիոզ ծրագրերով եւ նրանց թվում է, որ ցանկացած ընդդիմախոսություն իրենց արկածախնդրական ներքին կամ արտաքին ծրագրերին անպայման հակահեղափոխական դրսևորում ունի եւ նրանք բոլոր կենտրոնները ճնշելու ուղղությամբ են գնում։ Մասնավորապես այս գործը Ուկրաինայում շատ հաջողությամբ անում էր Երմակը, ինչպես տեսնում եք, նրա քաղաքական վախճանը եկել է։ Իդեպ շատ հետաքրքիր է, երբ կոռուպցիայի վրա բացահայտվելուց հետո Երմակը հարցազրույց է տվել եւ ասել է, որ այլևս իրեն չփնտրեն, որովհետեւ նա մեկնում է ռազմաճակատ, ընդհանրապես սա բնորոշ ձեռագիր է բոլոր կոռուպցիոներների եւ բոլոր հանցագործների համար, նրանց վերջին փրկողակը դառնում է հայրենասիրությունը